Հունիսի 14-ին կայացավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնանիստը եւ տվյալ խորհրդին մասնակցում է նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիան խորհրդի անդամ է եւ որպես փոխնախագահ ասոցիացիայի անունից ես ներկայ եմ գտնվել այդ նիստի ընթացքում քննարկվել են թիմ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ինչ խախտումներ են եղել, ընտրախախտումներ են եղել, ինչ իրավական գործընթացներ կան այդ ընտրախախտումների հետ կապված եւ գուցե ինչ օրենսդրական փոփոխություններ են պետք, որ հնարավորինս հետագա ընտրությունների ժամանակ այդ ընտրախախտումները տեղ չունենան։ Բացի դրանից քննարկվել է նաեւ գնումների գործընթացում առկա խախտումները, հարուցված քրեական գործերը, նրանց ընթացքը, ինչպես կարելի է կատարելագործել այդ ոլորտը, ինչ հիմնախնդիրներ կան, որոնք նպաստում են այդ խախտումներին։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման հետ կապված թեմատիկան եւ գլխավոր դատախազը համապարփակ ելույթով հանդես եկավ եւ ներկայացրեց այս գործերի ընթացքը, հատկապես սահմանադրական դատարանի համապատասխան որոշումից հետո դատախազության մոտեցումները այդ կատեգորիայի գործերի հետ կապված եւ նաեւ ես համապատասխան հարց նաեւ հղեցի գլխավոր դատախազին այս սահմանադրական դատարանի որոշումից հետո գործերի հետ կապված դատախազության մոտեցմանը վերաբերող, ինչպես նաեւ ուրեմն անդրադարձ եղավ ազդարարման ինստիտուտին եւ այդ նստաշրջանի ընթացքում նաեւ ես համապատասխան ելույթով հանդես եկա եւ ներկայացրեցի Իրավաբանների հայկական ասոցիացիայի կատարված աշխատանքները ազդարարման ինստիտուտի հետ կապված, որ տարիների վեր կատարել մեր ասոցիացիայի կողմից եւ այն օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված աշխատանքները եւ օրենսդրական փոփոխությունների հետ կապված կատարված քայլերը եւ այն քննարկումները, որոնք իրականացվել են այն հետազոտությունների մասին նաեւ որ կատարվել է ասոցիացիայի կողմից նաեւ միջազգային փորձը հաշվի առնելով, ինչպես նաեւ անդրադարձա այն ուսուցումներին, որը իրականացվել է ասոցիացիայի կողմից Երևանում եւ տարբեր մարզերում ազդարարման ինստիտուտը ավելի պրոպագանդացնելու, ավելի մարդկանց պատրաստելու այդ ինստիտուտի, այդ գործիքակազմի կիրառման հետ կապված, ինչպես ներկայացրեցի նաեւ որոշակի վիճակագրական տվյալներ ըստ տարիների, ինչ առաջընթաց կա ազդարարների թվի աճի հետ կապված։ Հիմնականում այսպես բավականին այդպես աշխույժ մթնոլորտում է անցել նիստը, որոշ նաեւ հնչել են քննադատություններ, հարցադրումներ ուղղված պետական պաշտոնյաներին եւ բնականաբար դες գործընթացը շարունակական բնույթ է կրում, ըստ էության 3 ամիսը մեկ պետք է կայանան նիստերը, կարծում եմ, որ աշնանը հերթական նիստը կկայանա հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, դեռ վաղ է խոսել այդ նիստի օրակարգի մասին։ Նաեւ նիստի ժամանակ մատնանշվեցին մի քանի հիմնախնդիրներ, որոնք կան այդ ոլորտում, թե հանրության իրազեկման հետ կապված, թե տարբեր պետական պատկան մարմինների համագործակցության հետ կապված այդ ազդարարման շրջանակներում ստացած տեղեկատվության, թե նաեւ նրա հետ կապված, թե առհասարակ որքանով է արդյունավետ այդ գործիք, այսինքն որքանով է հասարակությունը ճիշտ պատկերացնում եւ կիրառում այդ գործիքը եւ դրանից բխող հետևանքները, այսպես խոսվեց նաեւ անանուն եւ ոչ անանուն հաղորդագրությունների մշակման ընթացքի հետ կապված, թե որ դեպքում կարող են ինչ իրավական հետևանքներ լինել այդ հաղորդագրությունների հետ կապված ազդարարման ընդհանուր աճը կա, եթե վերցնում ենք վիճակագրությունը, ապա աճը կա եւ դա նշանակում է, որ մեր հասարակությունը գնալով ավելի այսպես դրական է սկսում վերաբերվել այդ ինստիտուտին, իհարկե կան նաև հասարակական բացասական ընկալումներ,
եւ կա նաեւ միջազգային փորձ տարբեր երկրներում, որ կան եւ բացասական օրինակներ եւ իհարկե նաեւ դրական օրինակներ, ինչպես էլ ավելի կարող է այդ ինստիտուտը կատարելագործվել եւ դառնալ իսկապես կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ հասարակական նաեւ գործիք, այսինքն դա նշանակում է, որ մենք դեռ ունենք աշխատանքներ կատարելու, հաշվի առնելով նաեւ առաջադեմ միջազգային փորձը, ինչի չէ նաեւ ձախողումները, որպեսզի առավել, այսպես, եթե օրենսդրական առումով, թե ինստիտուցիոնալ, թե հոգեբանական առումով այդ ինստիտուտը մեզ մոտ դառնա ավելի կատարելագործված, ավելի արդյունավետ։